Բարև բոլորին, ճուտիկներից թողեցի մանկապարտեզում, գնում եմ հիմա արդեն իմ գործերով, բայց ինձ հետաքրքիր բան եղավ, չեք պատկերացնում, ճանապարհին գալիս էինք, մի քիչ խցանում էր փողոցում, տենց որտև մայթ չկա, մեքենաների սենց արանքներով ենք քայլում, մեքենաների արանքներով ենք գնում, Երեխեք ինչ-որ մի հատ մեքենայի, ինչ-որ մի մարդու ասեցին չաո, ես չեմ էլ լսել ճիշտն ասած, մեկ էլ հենց հարմար պահ եղավ, այդ մարդը կանգնեց, ասեց, որ դուք ինձ ասել եք չաո, ես ձեզ կնվիրեմ հաց, ու մի հատ նայեք ստեղ, այս իրա մեքենայի ձեզ հացը հանեց, ու մեզ նվիրեց, շատ հետաքրքիր են այստեղի մարդիկ, ընդհանրապես իրանց վերաբերմունքը երեխաներին, շատ են սիրում, իրոք շատ են սիրում, չի կարա մարդ անցնի ձեր կողքով անտարբեր, իտալացի, ու որևէ բան չասի ձեր երեխայի համար, թե ինչ սիրուն է, ինչ խելոք է, ինչ լավն է, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եթե ինչ մեկին տեսնեք, որ ոչինչ չասեց, ուրեմն իտալացի չի, տեղացի չի ընդհանրապես, որովհետեւ իրանք հատկապես են մի քիչ մեծ սերունդը, կարող է ժամերով կանգնեն ձեր հետ խոսան, ու ձեզ լիքը լավ բաներ ասեն ձեր երեխայի համար ու ձեր օրը լցնեն պոզիտիվով շատ հետաքրքիր այնպես որ հացի հարցը այսօր լուծվեց մեր տանը ժողովուրդ վերջ ես իմ կապուչինոն իմ հացը ժողովուրդ այսինքն երեխեքի հացը մի քիչ ուշքի գամ առավոտվա վազքից հետո իմ այստեղ վազքը սկսում է ժամը 7-ից մինչև բերում եմ կարողանում եմ հանձնեմ ժամը 9-ին այդ 2 ժամը ես վազում եմ հետո նոր կարող եմ մի քիչ հանգիստ սունց քաշել ու գոնե գործանել այլապես ընդհանրապես ոչինչ չեմ անի Եկան Շունիկի հետ նախաճաշեցին գնաց Ես իմ ամենասիրած վայրերից մեկն է որտեղ գնում եմ ծաղիկներ եւ ամեն ինչ ծաղիկի համար Շատ սիրուն է Շատ լավ բաներ ունեն Մի վիլլա է որտեղ տերերը համ ապրում են համ իրա ետնամասում ունեն այդ այգեգործության հատվածը որտեղ աճացնում են իրենց ծառերն ու ծաղիկները եւ հենց դիմացի մասում են ծախում են Իմ ամեն օրվա ճանապարհն է սա մեր տնից որպեսզի հասնեմ մանկապարտեզ Այսօր գնում եմ մի քիչ շուտ վերցնեմ պուճուրներին որտեղ մեծ աղջիկս պետք է գնա լոգոպեդի ինքը արդեն 2 տարեկանից գնում է գնամ մի բան գնեմ սուպերմարկետից որևէ որ ճանապարհին գոնե ինչ-որ մի բան սնվի երկուսին եմ անգամից կվերցնեմ այսօր որ հենց լոգոպեդից հետո մի անգամից գամ տուն նորից չգնամ հետ ամբողջ վիլաներ են ամեն մեկը մի վիլլա է եթե ուշադիր լինեք իրարից անջատվում են միայն գույներով որտեղ պատերը այսեն շարունակական իրար կապած են կոչվում են այս տիպի վիլաները Villetta a Schiera եւ իրանք այսպես իրար կապած գնում են մի անգամ եկել ենք նայելու սրանցից մեկը դրված էր վաճառքի արժեքն էր 350,000 եվրո միանշանակ պետք է վերանորոգվեր այսենց փողոց է գույներով տարբերվում են իրանք ուղղակի բոլորը նույնն են եւ մեջի հատակագծային լուծումները սենյակ ամբողջությամբ նույնն են այդ որը որ կոնկրետ մենք ենք տեսել ամբողջությամբ վերանորոգման կարիք ուներ հիմնովի այսինքն հոսանքով
ջրի տրուբաներով, ամեն ինչ, կտուրով, ամեն ինչ։ Իսկ վերանորոգում Իտալիայում դա մի առանձին պատմություն է։ Շատ թանկ է, չեմ կարող ասել, որ շատ լավ որակի է, էլ չեմ ասում ինչքան պետք է սպասեք այդ մարդկանց, որտեղ իրանք կարող է ուղղակի ձեր տուն չգան։ Աշխատողների նկատի ունեմ։ Ետևի կողմից ունեն բոլորը բակեր, ասենց շատ սիրուն ներքին բակեր։ Երևի կլիներ մի 60-70 քառակուսի մետր։ Ինքը վիլան 2 հարկանի է։ Առաջի հարկում խոհանոցներ, ճաշասենյակներ, ընդհանուր սենյակներ։ Երկրորդ հարկում 2 հատ ննջասենյակ էր եւ մի հատ սանհանգույց։ Չեմ կարող ասել, որ շատ մեծ էր ներսից, գրած էր 100 քառակուսի, բայց իրականում 100 չէր, 100 ինձ թվում է դրսի պատերով էր ամեն ինչով։ Իրականում երևի մի 80 քառակուսի լիներ լավագույն դեպքում։ Եվ մեզ արժեքը եւ այդ իրավիճակը չհամապատասխանեց, բացի այդ չուներ ընդհանրապես գարաժ, նույնիսկ դրսում կայանելու տեղ չկա, որտեղ փողոցը այնքան նեղ է, որ հնարավոր չի տեղ կայանել։ Բացի այդ էլ դա պատմական շինություններ են, այսինքն որևէ փոփոխություն իրա վրա անել հնարավոր չէ։ Ցավոք սրտի, ցանկացած փոփոխություն անելուց դուք պետք է ունենաք թույլտվություն եւ ստեղ ընդհանրապես նույնիսկ ներքին հարդարումը փոխելու համար, այսինքն հատակագիծը փոխելու համար դուք պետք է գնաք հաստատեք։ Չեք կարող ինքնուրույն պատերի ձևափոխություն անել այստեղ։ Մարիա հասա սուպերմարկետին, գնամ տեսնեմ մի քանի բան վերցնեմ ու վազեմ ճուտիկների հետևից, որ չուշանամ լոգոպեդից։ Գիտեք ինչ եմ ուզում վերցնեմ, այս իրանից։ Սա հատուկ երեխաների համար, սենց, ինչ ասեմ, փոքրիկ ընդմիջման բաներ են, այսա կվերցնեմ ինձ հետ։ Մի հատ այս իրանից կվերցնեմ, իմ աղջիկը շատ է սիրում այս բիսկոտիները, բազուկով են իմիջայլոց, դել ջուր, բնական Սան Բենեդետտա, նայք պաղպաղակի տեսակները, իմ երեխաները այս բաժնից են կոմ չեն գնում, եթե գալիս եմ այստեղ։ Վերջ, իմ փոքրիկ գնումներով դուրս եկա, վազեմ, որպեսզի չուշանամ։ Հենց հեմ այսպիսի շենքեր կան, հիմնականում բարձրահարկ են 3-ից 6-7 հարկ, կոչվում են կազա կոմունալը, բայց այդ մեր սովետական կոմունալ տների հետ որևէ կապ չունի, բայց այս տները տրվում են անապահով ընտանիքներին, մարդկանց, ովքեր օրինակ ունեն առողջական խնդիրներ, ունեն շատ ծանր ֆինանսական դրություն, ունեն առողջական խնդիրներով երեխաներ, ծնողներ եւ հենց իրենք են կարող առողջական խնդիրներով կամ ունեն հաշմանդամության կարգ, այդպիսի մարդիկ կարող են դիմել եւ այս սպիտակն էլ օրինակ հենց այդպիսի շենք, նույնիսկ իրանց արտաքինից մի քիչ տարբերվում են իրանք, մի քիչ ավելի հասարակ են, այսպես ասեմ, եւ այդ շենքերը դուք կզգաք, որ իրանք մի քիչ ուրիշ ձևի են։ Մարդիկ դիմում են, որպեսզի ստանան բնակարան անվճար կամ շատ մինիմալ վճարով, վարձով, այսպես ասած։ Դա ինչպես միշտ որոշվում է ընտանիքի այդ տնտեսական ցուցանիշով, այդ իզե կոչվածով։ Դրանց հիման վրա են տալիս այս բնակարանները։ Պես չէ, որ շատ արագ գործընթաց է, կարող է պահանջվի մի քանի տարի, որպեսզի այդ մարդկանց հատկացնեն բնակարան,
Բնականը ներսից սովորական բնակարան է, վերանորոգված, շատ անգամ լինում է, որ ունենում են նաև խոհանոց, հիմնականում առանց կահույք, ըստ այդ տնտեսական վիճակի որոշում է վարձը կամ անվճար է կամ շատ չնչին վարձ ունի, բնակարանները տրամադրվում են ըստ մարդկանց քանակի, այսինքն օրինակ եթե ամուսիններ են եւ երեխաներ, նրանց կտրամադրեն ամեն մեկին մի սենյակ։ Եթե երեխաները տարբեր սեռի են, ուրեմն երեխաներին ամեն մեկը կունենա իր սենյակ։ Սովորական բնակարանները ոչ շատ քառակուսիով մեծ են, բայց ամբողջությամբ համապատասխանում են նորմալ բնակարանի պահանջներին, այսպես ասված։ Շատերը այստեղ օգտվում են այդ հնարավորությունից, չնայած էլի եմ նշում, որ հերթերը կարող են տևել մի քանի տարի։ Եկանք արդեն հասանք։ Հենց մեր թաղամասի պոլիկլինիկան է, որտեղ եւ գտնվում է հենց մեր լոգոպեդը։ Սովորական ոչ մի բանով չտարբերվող կլինիկա է, այսպես ասեմ։ Սրա հենց երկրորդ հարկում ծերանոց է եւ մի քանի վիդեոներում նշել էի, որ Իտալիայում չկան մանկատներ, բայց ցավոք սրտի կան ծերանոցներ եւ բավականին շատ։ Այստեղ շատ տարածված պրակտիկա է, որ մեծահասակներին տանում են ծերանոց, չնայած ճիշտը որ ասեմ, շատ անգամ հենց իրենք են ուզում դա, այնպես չի, որ իրենց ստիպում են։ Հենց այստեղ ավելի հետաքրքիր է, ունեն շրջապատ, նույն տարիքի մարդիկ իրար հետ շփվում են, խաղում են, նախաճաշում են, ճաշում են, այսինքն իրենց առօրյան կարողանում են կազմակերպել ավելի հետաքրքիր, քան եթե իրանց երեխաները լինեին ամբողջ օր աշխատանքի եւ իրանք լինեին միայնակ տանը։ Շատերը կան, որ ունեն բուժ օգնության կարիք եւ ստեղ 24 ժամով նրանց կարողանում են դա ապահովեն։ Նույնա մի քիչ այս փաստը ինձ համար տխուր է։ Ես այդքան էլ չեմ կարողանում դա հասկանալ։ Բացի այդ, այստեղ կա այսպիսի ծառայություն, որը կոչվում է Guardia Medica, եւ ինչ է իրանից դա ներկայացնում, օրինակ եթե դուք ունեք ձեր թերապևտը, բայց օրինակ ոչ աշխատանքային ժամին, այսինքն ժամը 7-ից 8-ից հետո դուք վատ եք զգում եւ այնպիսի վիճակ էլ չի, որ դուք գնաք օրինակի համար շտապօգնության կայան, ամեն մի պոլիկլինիկայում եւ այլ վայրերում նույնպես պարտադիր չի, որ հենց լինի պոլիկլինիկա, կա այս Guardia Medica հասկացողությունը, որ աշխատում է երեկոյան 8-ից մինչև առավոտյան 8, այսինքն մինչև որ ձեր բժիշկները լինեն ձեզ հասանելի։ Օրինակ ունեք խնդիր, ինչ որ բան ա եղել, որ ձեզ պետքա շտապ ինչ որ անտիբիոտիկ դուրս գրվի, իսկ անտիբիոտիկը կարելի է գնել միայն դեղատոմսով, կամ որևէ դեղ նշանակվի, կամ դուք ինչ որ վատ եք, հա, օրինակ չեք կարողացել հասնեք հենց շտապօգնության կայան, Guardia Medica-ն հենց դրա համար է։ Եվ այստեղ մոտենում եք, գալիս եք, այսպիսի կոճակ կա, երբ որ հասնում եք այստեղ, դուք սխում եք, ձեզ ներսից բացում են դուռը։ Այսպիսով մի հավելյալ օգնություն է, մինչև որ մարդը կարողանա հասնել շտապօգնության, կամ նույնիսկ կարող հարկավոր էլ չլինի, ինչ որ դեղամիջոց ձեզ նշանակեն այստեղ եւ դուք կարողանաք ձեր խնդիրը լուծեք։ Բավականին հարմար է։